Եթե դուք սիրում եք սպորտ եւ սիրում եք հետևել իրադարձություններին, ապա Բարև Օլիմպոսը հենց ձեզ համար է։ Եվ եթե հատկապես շատ եք սիրում հայկական ֆուտբոլ եւ Հայաստանի ազգային հավաքականին, ապա այսօր մենք փորձելու ենք շատ ուշադիր ուսումնասիրել հոկտեմբերյան հանդիպումները եւ տալ մեր եզրակացությունները։ Այսօր ցավոք սրտի հյուր ունենալ չկարողացանք, արի դու եղիր իմ հյուրը, ես քոնը պատիվ ինձ համար։ Երկու խաղ անցկացրեց մեր ազգային հավաքականը, երկուսն էլ արտագնային, երկուսում էլ պարտվեցինք։ Ինչ տեղի ունեցավ ըստ քեզ։ Դե հոկտեմբերին ունեինք երկու հանդիպում, նախ Հունգարիայի դեմ, ապա մեկնեցինք Իռլանդիա, երկուսն էլ ինչպես նշեցիր արտագնային։ Ինչ տեղի ունեցավ, երկու պարտություն, բարեբախտաբար ոչ շատ մեծ հաշիվներով, ինչին մենք սովորենք վերջին շրջանում։ Խաղային առումով կարծում եմ մի քիչ շտկել է հավաքականը դիրքերը, այդքան էլ վատ չի խաղում, կարողանում է վատ իրավիճակներում կողմնորոշվել, հավաքվել, ինչը նախկինում եւս չէր լինում, բայց ցավոք արդյունք նորից չունենք։ Դու ինչ տպավորություններ ես ստացել։ Եթե խոսենք Հունգարիայի հավաքականից, տես շատերի կարծիքով, ոչ միայն հայկական միջավայրի էլի, հունգարացիները այն ֆուտբոլիստներն են, ովքեր ընտրական խմբում ձգտում են եւ կարող են գրավել երկրորդ տեղը։ Եվ կարծում եմ Պորտուգալիայի հետ ոչ ոքին ցույց տվեց, որ իսկապես նրանք մեծ հավակնություններ ունեն եւ վերջին երկու խաղերում ամեն դեպքում փորձելու են իրենց դիրքը պահպանել։ Հունգարիայի դեմ խաղին, եթե անկեղծ համաձայն եմ քո կարծիքին, իսկապես ավելի թիմային էր սկսել գործել, հաշվի չառնելով այն սխալները, որոնք թույլ են տալիս։ Ես գոհ էի Հունգարիային խաղից մինչև գոլ ընդունելը։ Գոլն էլ երևի կարող էր չլինել, եթե ավելի ուշադիր գործեին մերոնք, բայց ես նկատում եմ ձեռագիր, ինչը ինձ ուրախություն է տալիս, չգիտեմ սա ինչքան երկար կտևի եւ արդյոք ինչ որ մի օր չի փլվի, բայց ինձ դուր է գալիս այն թիմը, որը կամաց կարծես թե ստեղծվում է։ Ինձ դուր է գալիս շատ, որ Եղիշե Մելիքյանը դարպասում վստահում է եւ խաղալու հնարավորություն է տալիս Հենրի Ավագյանին, մինչ այդ հիշում ենք Չանչարևիչներն ամեն խաղում բազմաթիվ գոլեր էր բաց թողում եւ հատկապես Իռլանդիայի դեմ տեսանք, թե որքան վստահ գործեց Հենրին եւ որքան կարեւոր ու վճռորոշ պահերի փրկեց մեր դարպաս, առանց նրա հաշիվը հաստատալ կլիներ։ Եվ պաշտպանությունն է սկսում կամած, ինչպես ասեցիր, ձևավորվել, ավելի չեմ ասի, դե իհարկե սխալներ թույլ չեն տալիս, բայց սխալ թույլ տալուց հետո կարողանում են արագ կողմնորոշվել եւ բացի այդ էլ իրար են փոխօգնության գալիս, ինչը նկատելի էր այս հանդիպումների ընթացքում։ Մելիքյանի մոտ ինչն է նաև դուր գալիս, որ նա չի վախենում կազմում փոփոխություններ անել։ Տես օրինակ նույն Գեորգի Հարությունյանը Հունգարիայի խաղում տեսանք ինչ բազմաթիվ սխալներ թույլ տվեց եւ Իռլանդիային նա արդեն չկար։ Նախկինում մենք տեսնում էինք, որ մեր հավաքականի մարզիչները եւ ոչ միայն մեկը, մի քանիսը նույն կազմը փոփոխեին։ Այո, թողնում էին այդ կազմը լավ խաղար, վատ խաղար, նրանք խաղում էին։ Հիմա ինձ դուր է գալիս, որ Մելիքյանը կատարում է փոփոխություն, առանցքային խաղացող, ինչպիսին Նաիր Տիկնիզյանն է, կարող է ընթացքում փոխել։ Վահան Բիչախչյանը կարող է հայտնվել մեկնարկում կամ չլինել։ Երևի թե Մելիքյանի մենք ամենամեծ, այսպես ոչ թե դժգոհություն, այլ այդպես էլ չհասկացանք, թե ինչու ավագի թեփ կապը վստահեց Տիգրան Բարսեղյանին։ Խոսակցություններ կային, բայց շատ առաջ չընկնենք, քանի որ Իռլանդիային մանրամասն խոսելու ենք եւ Տիգրանից, եւ նրա գործողություններից եւ ավագի թեփ կապից, շարունակենք Հունգարիան։ Հունգարիայի հետ խաղում Մելիքյանը այսպիսի միտք ասեց նախախաղային ասուլիսում, որ ոչ ոքին ես կհամարեմ դրական արդյունք։ Ես այսպես վախեցա, ասի մերոնք մտնելու են, փակվեն պաշտպանությունում ու ձգտեն 0-0-ի։ Միգուցե կար նման բան, դու նկատեցիր, օրինակ ես թվաց, որ հաշիվ են պահում, 0-0 են պահում։ Ինձ խաղասկզբին անգամ թվում էր, որ մերոնք մոռացել են հարձակման մասին եւ միայն պաշտպանվելու են, բայց լավ է, երբ որ արդեն սկսեցին զիջել, թվաց թե ավելի մեծ ուժերով են ջանքեր գործադրում, առաջ են գնում, որպեսզի գոնե հավասարեցնեն հաշիվը, իսկ երկրորդ գոլը ընդհանրապես պետք է բաց չթողնեին, բայց ցավոք ինչպես տեսանք, ներուժը հարձակման գծում եւ նորից մարզիչ Ասուլիսին նշեց, որ մենք ակնհայտ 9 համար չունենք, ով կարող է ունակ է Եվրոպայում գոլեր խփել ու դա հենց այդպես է, որ կա։ Մենք երկու խաղ շարունակ համոզվում ենք, որ այդ շատ ընդգծված առաջատար հարձակվողը չունենք։ Ոչ միայն հարձակվողը, իմ կարծիքով մենք թիմում չունենք առաջատար։ Ընդգծված առաջատար, որը իր վրա կվերցնի խաղը, որը թիմակիցներին ինչ-որ ոգևորություն կտա, խաղադաշտում կտեսնենք նրան որպես ֆուտբոլիստ անհատ։
Ես դա չեմ տեսնում ոչ մի գծում։ Գիտես, Գոհար, գուցե այդ ընդգծված շատ ընդգծված առաջատարներ, ինչպես Ռոնալդուն է Պորտուգալիայի համար չունենք եւ չի էլ կարող առաջիկա տարիներին լինել, բայց փոխարենը մենք ունենանք քիչ թե շատ հավասարազոր գոնե ամեն դիրքում ինչ որ ֆուտբոլիստ, օրինակ Փիլոյանը զգացում է, որ վստահություն ձեռք բերեց այստեղ Իռլանդիայի դեմ խաղում, իր հարցազրույցներում էլ էր դա երևում, խաղերում էլ խաղադաշտում ցույց է տալիս, գուցե կիսապաշտպան ինչ որ մեկը լինի, դե դարպասում Հենրի Ավագյանը ամրապնդվի եւ դա ավելի լավ լինի, քան մեկ այսպես առաջատար ֆուտբոլիստ, ինչպես օրինակ Մխիթարյանն էր, երբ որ Նավակ էր կամ Սարգիս Հովսեփյանն էր, գուցե այսպես առանց առաջատարների թիմ դառնա ավելի լավ կլինի։ Միգուցե դու ճիշտ ես եւ չէի մտածել այդ մասին, հետաքրքիր էր, կարծում եմ Մելիքյանը միգուցե հասնի դրան, ձգտի դրան։ Սա տեսակետ է, ես էլ համոզված չեմ, որ այդպես է, բայց եթե այդպես է ու ձգտում են այդ մոդելով խաղալ, հետագայում կարող ենք տեսնել ավելի թիմային խաղ, ավելի թիմային ոգի, որովհետև անկեղծ մենք այդ մասին շատ ենք խոսել, որ վերջին ընկերական հանդիպումներում, երբ որ մարզիչը ուրիշ էր, մենք ընդհանրապես թիմ չունեինք թիմային ոգի ասելով։ Տես մենք հենց գոլ էինք ընդունում, միանգամից փլվում էր ամեն ինչ։ Տակնու վրա էր լինում։ Ես չէի հասկանում ով է պաշտպան, ինձ թվում է իրենք էլ չէին հասկանում։ Խոճապ էր սկսում։ Այո։ Հիմա երկու պարտություն ունենք, ցավալի, շատ վատ պարտություններ, որոնք ազդում են ընդհանուր մեր ամեն ինչի վրա, չէ՞, ոչ միայն մրցաշարային աղյուսակում եւ տրամադրությունների ամեն։ Եվ հերթական անգամ ցույց են տալիս այն մեծ բացերը, որոնք կան հայկական ֆուտբոլում, բայց չի փլվում թիմը։ Չէ, թիմը դիմադրում է, կա դա է շատ հաճելի, որ թիմը չի կորցնում իրեն եւ անգամ անհուսալի թվացող իրավիճակներում ավելի լավ է սկսում գործել, քան երբ որ մտնում են խաղադաշտ։ Դա տեսանք Հունգարիայում էլ էր այդպես, Իռլանդիայում էլ ցավոք մնացին 10 հոգով, այլապես ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, որտեղ մենք Իռլանդիային հաղթել էինք եւ մեր միակ հաղթանակ այս ընտրական մրցաշարում դեռ ցավոք Իռլանդիայի հետ խաղում էր։ Անդրադառնանք Իռլանդիային։ Սկսենք, այո։ Ճիշտ է, սեպտեմբերին մենք 2-1 հաշվով հաղթեցինք Իռլանդացի։ Իհարկե Իռլանդիան զիջում է եւ Պորտուգալիային եւ Հունգարիային, բայց ամեն դեպքում սա այն թիմներ, որին մենք կարող էինք հաղթել եւ Մելիքյան հաղթել էինք։ Այո, չէ, նկատի ունեմ արդեն արտագնա խաղում։ Մելիքյանը սակայն նշեց, որ լրիվ տարբեր թիմեր են լինելու Իռլանդիան Հայաստանում եւ Իռլանդիան Դուբլինում։ Տեսանք դա, բայց այն ինչ տեղի ունեցավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում Մինչ այդ անցնելը ուզում եմ նաև բացի Մելիքյանից, նաև մրցակցի մարզիչներ խոսել, շատ մեծ էր դժգոհությունը նաև Իռլանդիայում, նրանք նշում էին, որ Հայաստանը մեր խմբում վարկանիշով ամենացածր հավաքականն է եւ պարտվել նրան եւ անգամ չհավակնել որևէ տեղի աշխարհի առաջնություն դուրս գալու եւ սա էլ նրանց համար էր վերջին շանսը, որ պետք է ինչ-որ բան անել փրկվելու եւ փաստորեն կարողացան անել, բայց ոչ առանց մեր օգնության, եթե մենք լինեինք ամբողջական կազմով եւ 11-11-ի դեմ ինչպես Եղիշե Մելիքյանի պլաններում էր, կարող էինք այլ բանի ականատես լինել։ Դու ինչպես ես չասեմ արդարացնում, ինչպես ես տեսնում, ինչպես ես գնահատում ես իրավիճակը, ինչու այդպես վարվեց Տիգրան Բարսեղյանը։ Գիտես, դժվար է ասել, որովհետեւ չես կարող իմանալ կողքի ֆուտբոլիստը ինչ ասեց, ինչ արեց, բայց մտածում ես հունից հանեց։ Չգիտեմ ինչ տեղ ունեցավ, բայց ամեն դեպքում դրան եմ գալիս, դու թիմի ավակ ես։ Դու թիմի հավաք ես, դա շատ բան է ասում, դա ոչ միայն քո ֆուտբոլիստի որակներն է ցույց տալիս, այլ քո մարդ, քո առաջնորդ որակների մասին են դուրս է բերում այդ տղաներին խաղադաշտ եւ ունի մի քիչ ավելի շատ պատասխանատվություն, քան մյուսները։ Այո, եւ դու պետք է կարողանաս զսպել քեզ, կարողանաս գործել ավակի պես, այսինքն առաջնորդի պես։ Ինձ մոտ անկեղծ եմ ասում, երբ որ Տիգրանը ակնհայտ նույնիսկ խաղային իրավիճակ չէր, որ ասես գոլից էր փրկում, չգիտեմ ինչ էր անում ու կարմիր քարտ ստացավ։ Ակնհայտ այդ լույս օրը պարզ լույս ասում ուղղավարի աչքի առաջ, ու գնաց գլխով հարվածեց մրցակցին, ես հիշեցի Զիդանին եւ ասեցի լավ, Տիգրան ջան, Զիդանը այդքան բարձրակայք ֆուտբոլիստ ուրիշ բան չկար սովորելու, գլխով հարված պետք է սովորեիր։ Ես մտածեցի, որ խառամենամարտերում իրեն ված չէր դրսևորի եւ գլխով լավ գործելը Արման Ծառուկյանն է միշտ նշում, պետք է պատրաստ լինել ձեռքով, ոտքով եւ գլխով հաջող գործել։ Տիգրանը փայլուն այդ ֆունկցիան կատարեց, բայց ցավոք ոչ ֆուտբոլային հնարքով եւ այն էլ 52-րդ րոպեին, երբ երկրորդ խաղակեսը նոր էր սկսել, սկսում ենք մի քիչ հունի մեջ մտնել, կարծես թե վերադասավորվում ենք եւ արի ուտես, պետք է ամբողջ սխեման փոխել, ամբողջը հարմարեցվել 10 հոգով խաղալուն եւ արդյունքը տեսանք ինչ եղավ, թեև 10 հոգով էլ
դիմադրում էին։ Ու մանավանդ այդպիսի կարևոր խաղում, երբ որ դու մեծ հավանականությամբ սա քո վերջին 3 միավորն է։ Այո, բարձրես դուրս գալու այս իրավիճակից։ Չգիտեմ, ես ելի եմ ասում, միգուցե ինչ-որ բան տեղի է ունեցել, բայց սա ոչ մի արդարանալու տեղ չունի ինձ համար։ Բնականաբար, մանավանդ, չգիտեմ, ինչ կասի Տիգրանը, արդյոք կարթարանա որևէ կերպ ինչպես կբացատրի, ամեն դեպքում խոսքերը չեն փրկի նրան եւ հաջորդ հանդիպում առանց նրա է լինելու։ Տեսնենք թե ով կլինի ավագը եւ ինչպես կխաղա առանց նրա, գուցե ավելի լավ։ Ես ընդհանրապես երբ որ հայտարարեցին Տիգրան Բարսեղյանին, գլխավոր մարզիչ հայտարարեց ավագ, ես զարմացա, որովհետև ես չէի սպասում, որովհետև Տիգրանը միշտ աչքի է ընկել դաշտում ոչ հանգիստ պահվածքով։ Իսկ իմ կարծիքով ավագը մի քիչ ուրիշ պետք է լինի։ Տես Վարազդատ Հարոյանն էլ ուներ շատ բռնկվող կողմ էր, հիշում ենք նա էլ կարմիր քարտեր ստանում, բայց նրա հեղինակությունը կարծես մի քիչ ուրիշ կերպ էր։ Մանավանդ Տիգրանի հետ վերջին իրադարձությունները հիշում ենք, երբ Պետրակովի հետ կշտություն եղավ, նա երկար ժամանակ չէր հրավիրվում հավաքական եւ միայն փոփոխված մարզչի դեպքում ստացավ հրավեր։ Այսինքն մի քիչ շատ հակասական կերպար է եւ ֆուտբոլային է, բայց իր վարքագծով նաեւ ոչ ֆուտբոլային կողմեր ունի եւ հետեւաբար կարելի է չտալ նրան ավագի թեև կապը, չնայած այդ մասին մենք խոսել ենք, գուցե հայերեն խոսում է, կարող է ամբողջ թիվին միավորել, բայց Պերցյանը մինչև նրա գալը վատ չէր կատարում այդ պարտականությունները։ Չգիտեմ, սա հետևություններ պետք է անի եւ մարզիչը, եւ ֆուտբոլիստը ինքը, եւ ֆեդերացիան։ Այո, եւ հասկանա թե ինչ տեղի ունեցավ հետագայում թույլ չտալու համար։ Մեկ բան էլ ասեմ, այս կարմիր քարտերի հետ կապված, Ավիվան նշում են ոնց որ Անեցկի ստադիոն լինի, որովհետև 3 խաղ շարունակ մենք Իռլանդիայում խաղացել ենք Դուբլինում եւ 3 անգամ էլ մեր ֆուտբոլիստները կարմիր քարտ են ստացել։ Եվ Ռոման Բերեզովսկին ենք հիշում եւ հետո են եղել, ընդ որում մեկ խաղում 2 ֆուտբոլիստ է անգամ ստացել, այնպես որ հուսամ էլ Իռլանդիայի հետ ընտրական մրցաշարում մենք չենք ընդգրկվի կամ գոնե այնտեղ խաղալիս շատ զգույշ կլինեն, որ կարմիր քարտեր չստանան։ Ավանդույթ չեն խախտում։ Ավանդապաշտ ժողովուրդ ենք, ինչ եք նեղանում։ Դե մաղթում ենք, որ այս անգամ բոլոր ավանդույթներից հեռու մնանք։ Նորից մնացինք այսպես հանուն գումարումների մեջ, ասենք։ Չկա էլ գումարելու ոչինչ։ Ես այդպես եմ կարծում։ Դուք ասես հիմա դասավորությունը եւ մենք դասավորությունը F խմբում Պորտուգալիան ունի 10 միավոր։ Մեկ հաղթանակ ձեռքից բաց հետո ինչպես ասցինք Հունգարիան համար դիմադրություն է։ Այդպես է ֆուտբոլ խաղում։ Բայց դե Ռոնալդուն էլ իր խոսքը ասեց, 2 գոլ խփեց եւ դարձավ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարի լավագույն ռմբարկուն, նա արդեն 41 գոլ ունի եւ 143 հավաքականում։ Ծերուկը շարունակում է փայլել։ Երիտասարդանալ։ Հունգարիան 5 միավոր ունի եւ ինչպես սկզբում նշեցինք, երկրորդ տեղին է հավակնում։ Իռլանդացիները անցան մեզ 4 միավոր եւ մենք 3 միավորով ինչ ենք անում։ Եզրափակում ենք։ Եզրափակում ենք։ Նոյեմբերին 2 շատ դժվարին հանդիպում է լինելու։ Եվ վերջապես կավարտենք այս ընտրական մրցաշարը։ Կհյուրընկալենք Հունգարիային եւ կմեկնենք Պորտուգալիա, որը հաստատ ոչինչ չի որոշի մեզ համար։ Իհարկե մարզչական խնդիրներ կան այնտեղ, ավելի ուրիշ հարցեր եւ կարգապահական եւ խաղի ձեռագրի առումով, դա արդեն մարզիչ ավելի լավ կիմանա, բայց մենք որ ակնկալիքներ չունենք, դա միանշանակ այդպես է։ Ցավոք սրտի, այո, չգիտեմ, Մելիքյանը անընդհատ բոլոր սխալները վերցնում է իր վրա։ Կավության նոխաս է դառնում, ասում է ես եմ մեղավոր, դեղին կարմիր քարտը ստացել, ես եմ մեղավոր, ինձ ասեք, բայց դա այդպես չէ, պետք է ֆուտբոլիստներն էլ դա գիտակցեն։ Եվ ի վերջո ֆեդերացիան էլ հասկանա։ Գիտես ինչի եմ ասում, որովհետև ազգային հավաքականից ուզում եմ անցում կատարեն երիտասարդականին։ Լավ խաղով ոչինչի չես հասնի, այսինքն միայն լավ խաղով ոչինչի չես հասնի եւ մենք չենք կարող ամբողջ կյանքներս խոսել, որ այ մենք էս ինչ թվին լավ խաղ խաղացինք, արդյունքներն են խոսում, իսկ արդյունքները շատ վատն են։ Թվերը վախենալու են։ 21-երին ասեմ։ Ուզում ես զգուշացնենք ամեն դեպքում ջուր դնեն իրենց մոտ հանգստացնող դեղեր, որովհետեւ շատ սարսափելի թվեր են։ Ասա 21-երը։ Դե 21 տարեկանների հավաքականը 5-1 պարտվեց Իտալիային, ընդ որում մրցակիցը 10 հոգով էր։ Նաև կարող էր 11 մետրանոց իրացնել, բայց նաև այս ընտրականում բոլոր խաղերում ենք պարտություն կրել, 14 գոլ ընդունել ենք եւ ցավոք միայն 2-ը խփել։ Արմեն Գյուլբդաղյանցի սաները տապալում են ընտրական փուլը եւ տապալել են, այո, չնայած դեռ հանդիպումներ ունեն անցկացնելու, բայց 0 միավորով եզրափակում ենք աղյուսակը։ Սրանք այն տղաներն են, որոնք վաղը մյուս օրը գալու են ազգային հավաքական։ 10-ին ասեմ, 10-ին պատրաստում ես։
10-ներն ավարտեցին Եվրոպա առաջնության ընտրական փուլը Փայլուն կերպով հակառակ։ Ես հիշում եմ Միշա Ջորկաևը, երբ որ նշանակվեց գլխավոր մարզիչ, բոլորը այսպես ասում էին Յուրի Ջորկաևի եղբայրն է եկել, իբր անձամբ Ջորկաև Յուրին էր եկել հավաքականի մարզիչ։ Միշա Ջորկաևը ինչ արեց, միգուցե ինչ որ բաներ անում է, չգիտեմ, բայց արդյունքի առումով ոչինչ տեղի չունեցել։ Մերոնք 12-րդ խմբում Իստվաս 12-րդ տեղում պետք է։ Չէ, 3 հանդիպում են անցկացրել, բոլորում պարտվել են։ Տես, ուրեմն ուզում եմ սրանք ասել էլի թվային առումով։ Գերմանացիներից կրել են 7-0 պարտություն, Նորվեգիայից 4-0 եւ Կոսովոյից օրեր առաջ 3-0 հաշվով պարտվեցին։ Ոչ մի գոլ չեն խփել մեր ֆուտբոլիստները։ Որ մեկ գոլ խփեին, կկարծեիր փրկել ենք, չէ՞, այսօր։ Գոնե մեկ գոլ։ Այնպես ասած, ոչ մի գոլ։ Դե չէ, իրական շատ այսպես ժպտում ենք, բայց ավելի շատ հուսահատության ժպիտ է, որովհետև այսքան վատ խաղալ, այն էլ մի սերունդ, որի հետ պետք է հույսեր կապենք, որը մի օր կհամալրի 21-երը, գուցե ազգայինը, բայց այսպես որ շարունակվի, ես չգիտեմ ինչ կլինի մեր ապագան ֆուտբոլային։ Ես կարծում եմ այ որ ֆեդերացիայի նախագահ դառնամ, կիմանամ։ Շատ լուրջ հայտարարություններ ես անում եւ պատասխանատուներ։ Դες ես մտածում եմ, որ պետք է կառուցել ֆուտբոլային համակարգ, վերջո զարգացնել ֆուտբոլը, ուղղակի բարերի կույտ չթափել եւ աչք տնկել, թե որ երկրում ով յան ազգանուն ունի ու կարող է գալ ազգային հավաքական։ Ես լավ բանի չեմ սպասում։ Դե բայց քո նշած համակարգի մասին էլ մենք էլի բազմիցս խոսել ենք մեր հյուրերի հետ էլ, իրենք էլ իրենց տարբերակներն են ասել, բայց հետո գալիս ենք հասկանում ենք, որ ակումբները ամեն մեկը իր մեթոդաբանությամբ է աշխատում, իր սկզբունքներով, ունի բնականաբար խնդիրներ կամ ոչ այդքան, բայց արդյունքը միշտ էլ վերջին տարիներին միշտ էլ վատն է։ Դրա համար ես մտածում եմ ով էլ լինի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, եթե այս տղաներն են գալու կրակ դառնա այդ մարդը, ինչ անի։ Դե ասել է այդ կրակ մարդը, որ մենք ներուժ չունենք, ոչ դրսից, ոչ ներսից եւ ինչ որ առումով կարելի է նրա այդ համաձայնվել, որովհետեւ նա օգտագործում են ֆուտբոլիստներին, որոնք կան, ներսում գուցե լինեն մի քանի տաղանդավոր երիտասարդներ, բայց նրանց ուժեղ առաջնություն է պետք, իսկ ակումբները տեսնում ենք, որ հիմնականում լեգիոներների վրա են շեշտը դնում, փորձում են եվրագավաթային պայքարի մեջ ներգրավել եւ շատ քիչ են վստահում, իսկ ինչպես աճեն մեր ֆուտբոլիստները, եթե ամենակարևորը խաղային փորձ չունեն։ Շատ ջուր է խմելու, ինչպես ասում են այս խմորը, ես լուծումը չեմ տեսնում։ Դե որովհետև մեկ անց կամ մեկ կառույց չէ, որ պետք է այս լուծումը տա։ Դա շատ տարիների երկար աշխատանք է պետք, համակարգ է պետք, ինչպես ասեցիր, եւ գիտակ մարդիկ, մասնագետներ, ոչ թե ինչ որ երկրի ծրագիր բերել երևի թե հարմարեցնել, որովհետև մեր ֆուտբոլը շատ յուրահատկություններ ունի։ Մեր խաղացողները սկսած ֆիզիկական կառուցվածքից մինչև ունակություններից ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մենք ֆիզիկապես ենք շատ հետ մնում ու հազար ու մի հարց կա, որը պետք է շտկել ու փորձել քիչ թե շատ փոքր քայլերով առաջ գնալ։ Հավաքականը միայն այսբերգի վերևի երևացող մասն է, բայց ներքևում ինչքան խնդիրներ կան, անգամ երևի մենք տեղյակ չենք։ Այո, պետք է աշխատել։ Երևի այսքանը հաս նոյեմբերին արդեն եւ 21-երը եւ ազգային հավաքականը, ինչպես նշեցինք, հանդիպումներ ունեն։ Տեսնենք։ Ինչպես ասում են, հուսանք։ Այո, եւ հուսանք եւ մաղթենք հաջողություն, դե մեզ մնում է միայն դա։ Եվ ուզում ենք, որ իրենց առավելագույնը ցույց տան, փորձեն մեկ քայլ գոնե ավել գնալ, խաղի առումով իհարկե։ Որտեղ հենց ամենասկզբից էլ նշվել է, որ մենք որևէ նպատակ չենք դրել դուրս գալու ընտրական մրցաշար, անկախ նրանից, որ թիմերի քանակը գնալով ամեն մրցաշարի ավելանում է, արդեն 64-ն է, բայց մենք այս ցանկում էլ չենք լինի, ինչպես ցույց է տալիս փորձը, որովհետև ոչ թե միջնամասը, այլ հատել ենք, եզրագծին են գնում ընտրականի եւ դժվար մեզ դա հաջողի, անգամ եթե բոլորը անխտիր պարտվեն, իսկ նման բան դժվար տեղի ունենա։ Այսքան արի ամփոփենք։ Տխուր ստացվեց, բայց տխուր, բայց երևի այն է ինչ որ կա։ Դե իսկ դուք շարունակեք հետաքրքրվել ֆուտբոլով, հետևել հավաքականի խաղերին, գտեք մեզ YouTube-ում, դրեք մեզ սրտիկներ, լայքեր, մեկնաբանություններ եւ կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։